Երբեմն առողջությունն է օգտակար մարդուն, երբեմն հիվանդությունն է։ Որտեվ շատերը ցավոք սրտի հիվանդությունից հետո են ուղղվել, շտկվել, առաստված դարձել, հետ կանգնել չար ընթացքից։ Երբ որ մարդը ամբողջապես զղջում է, խոստովանում է, ապաշխարում է եւ իր մեջ հոգու փրկությունն է գտնում, ինքը գոհ է Աստծուց, թե առողջ եւ թե հիվանդ ժամանակ։ Ասում է, քչի մեջ հավատարիմը շատին կարժանանա։ Եթե դու հիվանդության մեջ հավատարիմ ես Տիրոջը, չես տրտնջում, չես դժգոհում, չես բողոքում, հիվանդություն ասելով փորձություններն էլ են դրա մեջ մտնում, աղքատությունն էլ է դրանք մեջ մտնում։ Հետաքրքիր մի խոսք կա, պսակի ժամանակ մենք դիմում ենք Հարսին ու Փեսային ու ասում ենք. տեսեք կյանքում կան տեսակ փորձություններ, տեսեք ինչեր ենք նշում պսակի խորհրդի ժամանակ. հիվանդություն, ձախորդություն, դժբախտություն, աղքատություն, մենք աղոթում ենք, որ այդ բոլորը ձեր կյանքում չլինեն, բայց եթե պատահեն, դուք պարտավորվում եք, որ միասնաբար իրար թև թիպունք կանգնելով, իրար օգնելով հաղթահարեք այդ բոլորը, այսինքն այդ նեղություն, դժվարություն, հիվանդություն, աղքատությունը ոչ թե ձեր բաժանման պատճառ պետք է լինեն, չէ, քավլից, այլ ընդհակառակը ձեր ավելի ամուր սիրո պատճառ պետք է լինեն։ Եվ ճիշտ այդպես էլ քրիստոնյայի կյանքում մենք այդ բոլոր նեղությունների, դժվարությունների մեջ չպետք է տրտնջանք, չպետք է դժգոհենք, սիրով պետք է տանենք, ասում ենք, բայց երբեմն տրտնջում ենք, գոնե արեգակը մայր չմտնի մեր բարկության վրա, ասում է Սուրբ Գիրքը, մինչև երեկո տրտնջանք, հետո հաշտվենք Աստծո հետ, հաշտ անկողին մտնենք էլի։ Երկար թող չտևի, որտեվ երկար տրտունջը շատ դաժան բան է, թե մարդու հոգու համար եւ թե երկինքը տեսնում հայելի տրտնջալը լավ բան չի։ Պատկերացրեք ձեր երեխաները անընդհատ տրտնջան ձեր դեմ, անընդհատ sense բողոքեն, անընդհատ, ես չեմ ուզում, ինչքան ծանրեք, չէ տանում ձեր երեխաների տրտնջը, պատկերացրեք դուք ինչքան եք տրտնջում Աստծո դեմ, Աստված ոնց է տանում, այդքան տրտնջ, այդքան բողոք երկրից, չէ, Աստված ուզում է, որ զվարթ լինենք, մենք առույգ լինենք, սիրով լինենք, այդ բոլոր փորձությունները սիրով տանենք, հավատարիմ լինենք Տիրոջը, առողջության եւ հիվանդության ժամանակ, հարստության եւ աղքատության ժամանակ, ամեն ինչ մեջ փառք տանք Աստծուն, որտեղ քչի մեջ հավատարիմը շատին կարժանանա, հանենք մեր մեջից տրտնջը, լավ բան չի տրտնջալը, բողոքելը։ Когда говоришь, когда человек болеет, Ուրեմն սիրով տանենք ամեն ինչ եւ Աստված մեզ կօրհնի։ Ամեն։